Ամեն բան իր ժամանակն ունի, ամեն բանի ժամանակ կա եւ ժամանակ երկնքի տակ բոլոր գործերին, ծնվելու ժամանակ եւ մեռնելու ժամանակ, ընկելու ժամանակ եւ տնկածար մտախիլ անելու ժամանակ, սպանելու ժամանակ եւ բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ եւ կառուցելու ժամանակ, լացելու ժամանակ եւ ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ եւ ապարելու ժամանակ, քարերը շպրտելու ժամանակ եւ քարեր հավաքելու ժամանակ, ողջագուրվելու ժամանակ եւ ողջագուրանքից հեռու մնալու ժամանակ, փնտրելու ժամանակ եւ կորցնելու ժամանակ, պահելու ժամանակ եւ դեն գցելու ժամանակ, պատռելու ժամանակ եւ կարելու ժամանակ, լռելու ժամանակ եւ խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ եւ ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ եւ խաղաղության ժամանակ, իր արած աշխատանքից ինչ օգուտ ունի աշխատողը։ Տեսա այն զբաղմունքը, որ Աստված տվել է մարդկանց որդիներին, որպեսզի նրանով զբաղվեն։ Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին, նա հավիտենականություն է դրել մարդկանց սրտում, սակայն մարդը չի կարող սկզբից մինչև վերջը հասկանալ Աստծո արած գործերը։ Գիտեմ, որ մարդկանց համար ուրախ լինելուց եւ կյանքի ընթացքում բարիք անելուց ավելի լավ բան չկա, նաև որ Աստծո պարգևն է, որ ամեն մարդ ուտում, խմում եւ վայելում է իր ամբողջ աշխատանքը։ Գիտեմ, որ այն ամենը, ինչ որ անում է Աստված, հավիտյան կմնա, հնարավոր չէ նրա վրա ավելացնել կամ նրանից պակասեցնել։ Աստված այդ արել է, որ վախենան իրենից, ինչ որ կա, արդեն կար, եւ ինչ որ լինելու է, արդեն եղել է։ Աստված անցածն է փնտրում,